Բարև ձեզ։ Իրավագիտակից քաղաքացի հեղինակային հաղորդաշարի այսօրվա թողարկմանը կխոսեմ 11 իրավական ռիսկերի մասին, որոնց հանդիպում ենք անշարժ գույքի վարձակալության պայմանագիր կնքելիս։ Դրանք են. պայմանագրի սխալ կամ թերի ձևակերպում, օրինակ, երկարաժամկետ վարձակալության պայմանագրի չգրանցում կադաստրում, էական պայմանների բացակայություն եւ այլն։ Վարձատուի իրավունքի բացակայություն, օրինակ, վարձատուն գույքի սեփականատեր չէ կամ իրավունք չունի այն վարձակալությամբ հանձնելու։ Գույքի ոչ նպատակային օգտագործում, օրինակ, վարձակալը գույքը օգտագործում է այլ նպատակով, քան սահմանված է պայմանագրով։ Անսպասելի ծախսեր, վարձակալի վրա դրվում են լրացուցիչ վճարներ, օրինակ, հարկեր, կապիտալ վերանորոգում, ապահովագրություն եւ այլն։ Տեխնիկական վատ վիճակ, օրինակ, անորակ վերանորոգում, խոնավություն, հաճախակի հոսանքազրկումներ եւ այլն։ Շահագործման կանոնների խախտումներ, օրինակ, հակահրդեհային, սանիտարական կամ այլ նորմերի խախտմամբ իրականացվող գործունեություն, սահմանափակ հասանելիություն կամ վերանորոգման սահմանափակություն, օրինակ, վարձակալը չի կարող տարածքը հարմարեցնել իր կարիքների համար կամ իրականացնել տարածքի վերանորոգում։ Պայմանագրի միակողմանի լուծում, օրինակ, վարձատուն կարող է միակողմանի լուծել պայմանագիրը առանց փոխհատուցման, եթե դա հստակ նշված չէ պայմանագրում։ Գրանցման հետ կապված խնդիրներ, օրինակ, վարձատուն հրաժարվում է պայմանագրի պետական գրանցումից, ինչն էլ հանգեցնում է պայմանագրի անվավերության։ Կանխավճարի չվերադարձ, օրինակ, առանց հստակ ու թափանցիկ պայմանների վարձատուն կարող է իր մոտ պահել եւ վարձակալին չվերադարձնել կանխավճարի գումարը։ Հարկ է ուշադրություն դարձնել այս կետին։ Վարձակալության պայմանագիրը կնքում է պայմանագրով որոշված ժամկետով։ Եթե վարձակալության ժամկետը պայմանագրում որոշված չէ, ապա վարձակալության պայմանագիրը կնքված է համարվում անորոշ ժամկետով։ Միայն այս դեպքում կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի ցանկացած ժամանակ հրաժարվելու վարձակալության պայմանագրից, անշարժ գույքի վարձակալության դեպքում 3 ամիս առաջ տեղեկացնելով մյուս կողմին։ Հետևեք Ավեուս փաստաբանական գրասենյակի էջին, եղեք իրավագիտակից, իսկ պայմանագրերի կազմման եւ իրավական փորձաքննության հարցերով վստահաբար դիմեք մեզ։ Շնորհակալություն։